Թեպետ կառավարությունից նախապես հայտարարել էին, թե վարչապետը չի մեկնելու Շվեյցարիա մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին, Թրամփի հրավերով Փաշինյանն արդեն այնտեղ է որպես հիմնադիր անդամ ստորագրելու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Իշխանական падգամավորներին հարց հենց այս մասին։ Նախնական տեղեկություններ կան, թե կառույցի անդամավճարը շուրջ $1 միլիարդ է կազմելու։ Մեր համար մեկ խնդիրն այսօր այդ կառույցում մանդատ ունենալն է, նույն գումարն այլ տեղ որևէ այլ խնդրի լուծմանը հնարավոր չէ ուղղել։ ԿՊԱ-ականներն առաջարկում են առայժմ սպասել, անդամակցության գինը դեռ վերջնական հաստատված չէ։ Կարծում եմ, որ հրավերը կարող է տարբեր ղեկավարներին տարբեր տրամաբանությամբ ուղարկվել եւ ձեր նշած պայմանը կարող է նաեւ պարտադիր պայման չլինել, դրա համար ժամանակին, երբ որ կգա ժամանակը վարչապետի աշխատակազմը դրա մասին անպայմանորեն կծանոթացնի մեր հանրությանը։ Իշխանականներին ընդդիմությունից պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն է հակադարձում Մամիջանյանի ձևակերպմամբ տրամաբանական հարցով։ Ձեր կարծիքով, եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է, այն երկիրը, որը կներդնի $1 միլիարդ, եւ այն երկիրը, որից չեն ուզի եւ ինքը չի ներդնի այդ $1 միլիարդ, նույնիսկ եթե դա այդպես է, ձեր կարծիքով նույն ձայնի իրավունքն են այդտեղ ունենալու։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ է։ Ամերիկայի նախագահը նաև որոշել է Իրանի հետ գործակցող երկրների համար 25% մաքսատուր սահմանել։ Թրամփի նախաձեռնությունն ինչ ազդեցություն կունենա մեզ վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հարավային հարևանի հետ տնտեսական ամուր կապեր ունենք։ Քաղաքացիական պայմանագրից падգամավոր Արթուր Հովհաննիսյանը հիշեցնում է, ամերիկա-իրանական հարաբերություններում լարվածությունը նոր չէ, իսկ Հայաստանն արդեն բալանսավորել է իր արտաքին քաղաքականությունը։ Մինչ այս պահը մեզ հաջողվել է մեր գործընկերների հետ ուրեմն ունենալ բալանսավորված հարաբերություններ եւ վարել բալանսավորված քաղաքականություն, եւ ես հույս ունեմ, որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում էլ համոզված են բալանսավորված արտաքին քաղաքականությունն այստեղ հարց չի լուծի։ Իրականում պետք է ընդունենք իրողություններ։ Աշխարհը այլևս այն չափանիշներով, արժեչափերով, որ գործել է, եւ այն կլիշեները, որով Միացյալ Նահանգների հեգեմոնիան տարիներ շարունակ եղել է, եւ այս իշխանությունները, որ մտածում են, որ մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորությունը ժողովրդավարությունը իբր թե դրանով աշխարհում ճակատը բաց կներկայանան, այլևս այդպես չէ։ Ինչ վերաբերում է Սյունիքի ամերիկյան ճանապարհին, Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք թրիփին, ապա ընդդիմադիրները կառավարությունից այդպես էլ արձագանք չեն ստացել։ Արդյոք մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ խաղաղության ու բարգավաճման երթուղու 74% մասնաբաժինը տնօրինող Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանցիների հետ քննարկում է այդ երկրի պետական ներդրումներն այն մասնավոր ընկերություններում, որոնք էլ հենց զբաղված են լինելու մեր թրիփով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։